երբևէ մտածել եք, արդյոք Աստված իսկապես գործում է այսօր, թե նրա խոստումները պարզապես գեղեցիկ բառեր են։ Այս հատվածում Տերը տալիս է հզոր պատասխան Երեմիա մարգարեի միջոցով։ Տերը խոսեց ինձ ուղղելով, ասաց. «Ինչ ես տեսնում, Երեմիա»։ Ես ասացի. «Ընկուզենու գավազան եմ տեսնում»։ Տերն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում»։ Ես արթուն հետևում եմ, որպեսզի իմ ասածները կատարվեն։ Տերը նորից խոսքն ինձ ուղղեց ասելով. «Ինչ ես տեսնում»։ Ասացի. «Եռացող կաթսա եմ տեսնում»։ Բերանը հյուսիսից դեպի այն կողմ։ Տերն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրա չարիքները հյուսիսից են բորբոքվելու։ Ահա ես բոլոր թագավորություններին միասին կանչելու եմ հյուսիսի երկրից, ասում է Տերը, գալու են և ամեն մեկն իր գահն է հաստատելու Երուսաղեմի դարպասների շեմին, նրա շրջակա բոլոր պարիսպների վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։ Ես դատ ու դատաստանով եմ խոսելու նրանց հետ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանի որ նրանք լքեցին ինձ և զոհեր մատուցեցին օտար աստվածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին։ Դու էլ գոտե պնդվիր, գնա և ասա նրանց այս ամենը, ինչ որ պատվիրելու եմ քեզ, չերկնչես նրանցից և չվախենաս նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար, ասում է Տերը։ Ահավասիկ ես այսօր կանգնացրի քեզ իբրև ամուր քաղաք և իբրև երկաթե սյուն և կամ իբրև պղնձե հզոր պարիսպ, ընդդեմ Հուդայի երկրի բոլոր թագավորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի։ Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար, ասում է Տերը։ Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց. «Գնա երուսաղեմացիների ականջներին ծանուցիր ու ասա. Տերն այսպես է ասում. Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը, ընթանելով Իսրայելի Սրբի հետևից, ասում է Տերը»։ Իսրայելի Սուրբ է Տիրոջ համար, Տիրոջն է նրա պտուղների առաջինը։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են, չարիքներ են հասնելու նրանց վրա, ասում է Տերը։ Նա Երեմիային ցույց է տալիս երկու տեսիլք, որոնք այսօր էլ խոսում են մեր կյանքի մասին։ Տերը հարցնում է Երեմիային. «Ինչ ես տեսնում»։ Նա պատասխանում է. «Մուշենու ճյուղ»։ Եվ Աստված ասում է. «Մի խորիմաստ խոսք։ Լավ, տեսար, որովհետև ես հսկում եմ իմ խոսքը այն կատարելու համար»։ Եբրայերենում նշենու ծառը և հսկել բառերը նույն արմատից են։ Նշենին առաջինն է ծաղկում, գարնանը։ Այն արթնացնող ծառ է։ Ուղերձը պարզ է, Աստված չի քնում, նա արթուն է։ Իր խոստումների վրա է։ Այս խոսքը նրանց համար դեղ է։ Աստված կարող է դանդաղել մեր ժամացույցով, բայց նա երբեք չի ուշանում իր ժամանակով։ Երկրորդ տեսիլքում Երեմիան տեսնում է եռացող կաթսա հյուսիսից։ Սա դատաստանի հստակ պատկերն է։ Աստված ցույց է տալիս, որ ժողովրդի մեղքը հետևանքներ ունեն։ Այստեղ կա կարևոր հավասարակշռություն։ Աստված միայն մխիթարող չէ, նա նաև արդար դատավոր է։ Սերը չի վերացնում պատասխանատվությունը, շնորհը չի վերացնում ճշմարտությունը։ Աստված Երեմիային ասում է. «Մի վախեցիր նրանցից, որովհետև ես քեզ հետ եմ»։ Երեմիան երիտասարդ էր, անփորձ, և նրա առջև ծանր ծառայություն էր դրված, բայց Աստված նրան երեք պատկերով է նկարագրում. պարսպապատ քաղաք, երկաթե սյուն, պղնձե պարիսպ։ Ուղերձը շատ հստակ է։
Երբ Աստված ուղարկում է քեզ, նա նաև ամրացնում է։ Սիրելի բարեկամներ, ծառայության ժամանակ երբեմն հոգնում ենք, երբեմն քննադատվում ենք, որը որ շատ ծանր է լինում, երբեմն դիմադրությունը ցավոտ է լինում, բայց Տերն ասում է. ես քեզ հետ եմ։ Աստված հիշում է իսրայելացիների երիտասարդության սերը։ Հիշում եմ քո երիտասարդության այն սերը, երբ հետևում էիր ինձ անապատում։ Ինչպիսի պատկեր, Աստված չի հիշում միայն մեղքերը, նա հիշում է նաև մեր առաջին սերը։ Սա հույսի դուռ է բոլոր նրանց համար, ովքեր զգում են, որ իրենց ջերմությունը սառչել է։ Եթե մի ժամանակ սիրել ես Աստծուն, այդ սերը կարող է վերադառնալ։ Եթե սպասում եք և թվում է ոչինչ չի փոխվում, հիշեք նշելու ճյուղը, Աստված արթուն է, իր խոսքի վրա է։ Եթե ճանապարհին դժվարություններ կան, հիշեք, նա ձեզ դարձնում է երկաթե սյուն։ Եթե սիրտը սառչել է, հիշեք ձեր առաջին սերը։ Այսօր Աստված դեռ գործում է։ Նա դեռ հսկում է, իր խոսքի վրա է։ Նա դեռ հիշում է քո սիրտը, մի վախեցիր, մի հուսահատվիր, մի մոռացիր, թե ով է քեզ կանչել, որովհետև երբ Աստված խոսում է, նրա խոսքը հաստատ կատարվում է։ Մնացեք խաղաղությամբ։